Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այսօր առավոտյան հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ ադրբեջանցիները մշակել են կոնցեպտ, թե ինչպես են վերադառնալու Հայաստան եւ ինչ իրավունքներ են ունենալու։ Կարապետյանի խոսքով Սյունիքով ճանապարհ ստանալուց հետո ադրբեջանցիները կենտրոնացրել են ուժերը վերադարձի գաղափարի վրա։ Անդրադառնալով իրենց առաջարկած հակասաֆարովյան օրենքին, Կարապետյանն ասել է, որ ադրբեջանցին իրավունք չի ունենալու հող գնելու, բնակարան գնելու եւ նույնիսկ Հայաստանում գույք նվեր ստանալու։ Ադրբեջանցին Հայաստանում 10 օրից ավելի գտնվելու իրավունք չի ունենալու, վստահեցրել է Կարապետյանը։ Իմ հետևում, այո, Արցախի ներկայացությունն է։ Իսկ գիտեք ինչու է այստեղ, որովհետև սա երկու Հայաստանների ցուցիչ է։ Այս շենքի վրա ամբիցիա ունի Բաքվում գործող Արևմտյան Ադրբեջանի թատրոնը։ Բաքվում կա Արևմտյան Ադրբեջանի Երևանի թատրոն, Երևանի ադրբեջանական թատրոն։ Եվ այս շենքի վրա, այս պահին, ամբիցիա ունի այդ թատրոնը, որը վերակառուցվել է Ադրբեջանում, որի մասնաշենքերից մեկը 4 ամիս առաջ էլի բացվել է, 4 ամիս առաջ էլի, մեր աչքի առաջ է։ Մարդիկ աշխատում են այնտեղ եւ անունը Երևանի ադրբեջանական թատրոն։ Գործող այս պայդրությամբ, ասում եմ, խաղաղությունը անխուսափելի է։ Ուղղակի մենք կլինենք հարևաններ, բայց չենք լինի ընկերներ։